Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս։ Այսօր միասին պատրաստելու ենք եղինջով սուպ, մեր տավուշյան եղինջով սուպը։ Մենք եղինջին բանջար ենք ասում, բայց այստեղ քաղաքում եղինջ են ասում, թող լինի եղինջ։ Հիմա դրա համար ինչ պետք է անենք։ Առավոտ շուտ գնացել գնել եմ եղինջը, բերել, մի մասը ապակել եմ, մի մասն էլ ուզում եմ կարտոֆիլով պատրաստել։ Ճիշտ է, ես հոլովակներում տեսնում եմ, որ եղինջի հետ խառնում են, զավար են խառնում, եմիքի անունը ոնց էր, այ մոռանում եմ, եւ որ աղացած ոնց ասում։ Տեսակ հիշեմ։ Վերջը տարբեր բաներ են խառնում, որ ինքը ջրիկ չլինի։ Ջրիկ լինելու համար, գիտեք, սոխարածը երբ որ անում եք, ընդհանրապես ես սոխարածը չեմ անում նոր ջուրը լցնում եմ, կարտոֆիլ, երբ որ ջուրը եռում է, ես կարտոֆիլը կկտրատեմ, կլցնեմ մեջը, էդ էլ կսկսի եռալը, նոր եղինջը կտրատեմ, կլցնեմ, հետո որ արդեն մարդես կարող ասենք ջուրը շատ է, այդ ջուրը վրիցը քամենք, այդ չի սկզբից սոխարածը անենք։ Սոխարածը անելու դեպքում ինչքան քո եղինջը ինչ չափսի է, այդ չափսի մի թեյի կթալա, ճաշի կթալա, մի քիչ ալյուր ես բովում, դառնում է հոյակապ սուպա, ուտեստա, ոնց ուզում եք համարեք։ Դե հիմա ես արդեն ջուրը դրել եմ, լցրել եմ, հեսա որոշ չափից կեռա, Միջև եռալը ես կտրտեմ կարտոֆիլը, համարյա թե ուզում է եռա, սա մեր ջուրն է, որ եռում է, կարտոֆիլը կտրտեմ, լցնեմ, Այսօր ասեցի, այսօր շատ գործեր ունեմ անելու։ Որպեսզի հատ ուրիշ ափսե չբերեմ նորից։ Այս կափարիչի վրա կտրտեմ, լցնեմ ջրի մեջ։ Բայց ոնց որ ջուրը աչքիս շատ է, ես ջուրը մի քիչ կքամեմ, որ շատ ջրիկ չլինի։ Թողնենք կարտոֆիլը եռա, հետո կլցնենք եղինջը, բայց մինչև եղինջը կտրատեմ։ Այս կտրտած սոխը լցնեմ մի ուրիշ տեղ։ Լցնեմ ես ափսեի մեջ, սոխարածը հետո ենք պատրաստելու։ Հիմա կտրտեմ եղինջը, քամվել է, դրել եմ քամոցքի մեջ, ինքը արդեն քամվել է։ Տապակելը չկտրտեցի, շնորհակալ ինքը եփվեց, խառնվեց իրար։ Այս եփելումը կտրտեմ։ Կարծեմ ասեցի, որ այս տարի առաջին անգամն եմ գնել, հասցրել, սրանով է կբավարարվենք։ Հիմա սպասենք ջուրի եռը, կլցնենք։ Սիրելի հետևորդներ, արդեն ջուրի եռում է,
կլստենք եղիջը։ Տեսնում ես, արդեն աչքիս թվում է, որ ջուրը իրան շատ ա լինելու։ Դու հլա մի 2 րոպե եռա, արդեն կերև է։ Ջուրը քամելու են, թե չի։ Արդեն եղում է, կատը ցածրացել ենք մի քիչ, որ չհելի կողքերանքով թափվի։ Այս մի 2 րոպեից կերև է, ջուրը թափվում է, թե թողնում է։ Այ հիմա սիրելի հետևորդներ, արդեն երևում է, որ ջուրը շատ է։ Հիմա պետք է այս ջրից բան անեմ, վերցնեմ այս լավ մաքուր բաժակով, ինչով որ ասենք կցանկանաք, կվերցնեմ, կդատարկեմ։ Որ շատ ջրիկ չլինի, էլի։ Այս կազիկը մաքուր է, կարող եմ այս ջրից պահել։ Եթե պետք լինի, կարող եմ ավելացնել նորից, որտեղ ինքը մաքուր է։ Ինձ թվում է այս չափսը հերիք է լինելու։ Թողնենք, որ եղա։ Սիրելի հետևորդներ, ուրեմն ասեմ, որ կարող ենք նաև սոխը կտրտել, յուղը դնել, թողնել այդպես միասին եփի։ Կարող եք այդպես անել, բայց որ սոխարած ենք անում, սոխարածով ավելի համով է լինում։ Սոխը որ դաղվում է, ինքը ավելի է քաղցրանում, ավելի է համովանում։ Ոնց ցանկանաք կարող եք այդպես էլ սարքել։ Մեկ ասում եմ, այդպես գցեմ, մեկ էլ ասում չի այ մարդ, ոնց գիտեմ այդպես էլ կանեմ։ Յուղը դնեմ։ Այս չափսը հերիք է, որովհետև կարակել եմ դնելու։ Կդնենք սա հալվի։ Հենց այստեղ։ Սոխն էլ կլցնեմ եսա։ Սոխարած անեմ լցնեմ, որ իրար հետ միասին եփվի, էլի մեկ էլ չսպասենք հետո ժամանակը չասնի։ Ամեն ինչը սիրելիներս, գիտեք որ իրար ժամանակի մեջ է։ Մտես սրա կափարիչը, ասեք հասա կափարիչ չունի, կափարիչը ջարդվել է։ Սիրելի հետևորդներ, սոխարածը պատրաստ է, բայց մի քիչ ալյուր եմ ցանում։ Այդել ալյուրը բողը ու նոր լցնեմ։ Շատ քիչ լցվեցի, որովհետև կարտոֆիլ էլ ունենք մեջը, որ կարտոֆիլը ճզմենք, ինքը արդեն ռոշի է տալիս։ Դե հիմա կարող եմ արդեն լցնել։ Այսի ուրիշ բան է։ Հոտերը ժարովնիկը մաքրելու համար իրան ջրից լցնում են ու մաքրում են։ Սել այսպես։ Հիմա արդեն որ կարտոֆիլը մի քիչ եփված եղավ, այսինքն ինքը շուտ է եփվում։ Մի քիչ հետո էլ սամիթ եմ կտրտելու։ Թողնենք եղա։ Սիրելի հետևորդներ, սամիթ և մի քիչ էլ խամել կտրտեցի իրար հետ։ Մի քիչ էլ աղ դնեմ, մի քիչ էլ աղով եփի, որ համով լինի։
Տեսեք ինչքան կանաչագույն է։ Ինչ կանաչ է։ Պես կարտոֆիլ կա մեջ, ես էլ որ տրորեմ, արդեն ինքը ջրիկ չի լինելու։ Մեր համը տեսնենք։ Հա, շատ համով է։ Մի քիչ կարապ բերեմ դնենք։ Դանալով կտրեմ։ Թողնենք, հակնենք, դանդաղեցնենք, թողնենք ելը։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն ոնց որ պատրաստ է։ Կարտոֆիլը, մի քիչ կարտոֆիլը սենց ջարդում ենք, ու ինքը արդեն էլ ջրիկ չի լինում, որ գյուղական լեզվով ասած փաթաթվում է իրար, էլի, խառնվում է, այսինքն կոչվում է, խառնվում է, բայց ասեմ, որ ես բանի մեջը, ուտեստի մեջը բան չեն կսում, ձու չեմ ջարդում, որտև ինքը կտրվում է, այդ հատկությունը ինքը ունի իրան մեջ, ինչ հատկություն ունի, որ ձվածեղը լսնես, ձուն լսնես վրեք կտրվում է, կաթը ոնց է կտրվում առանձնանը, այն նույն է սա է, սենց փշրած ես ավելի լավ եմ, շատ եմ սիրում, քաս թե սաղլամ կարտոֆիլը ավելի լավ այսպես փշրված լինի, Սա էլ մեր կարտոֆի բանը, բանջարով ուտեստը, արդեն կարող եմ աճատել, որովհետև պատրաստ է, կարող եմ արդեն մատուցել, մեր գյուղում, մեր շրջանում, Ընդհանրապես փիփերթը եւ այս եղինջը բանով սխտոր մածունով են ուտում։ Ոյ, թռավ ընկավ գետին, տեսար։ Հա, սխտոր մածունով են ուտում։ Ոնց որ կցանկանաք։ Մի անգամ նկարել էի, չէ, փիփերթը, որ մեծ հացի կտորները փրթել էի, սխտոր մածունն էլ վրան են լցնում։ Սա մեր բանջարով ապուրը, ուտես չի կոչում, կոչում է ապուր, սա էլ այսպես, դες սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ պատրաստեցինք մեր եղինջով ապուրը, Տեսնենք հլա ինչ համի է։ Սիրելի հետևորդներ ջան, շատ համով է ստացվել, շատ։ Շատ համով է։ Հիմա մի քիչ հետո ես աշխատանք եմ գնալու, եսի կուտեմ, նոր կգնամ գործի։ Բայց մի հատ սուրճ կխմենք, հետո կգնամ աշխատանքի չալարեմ։ Սիրելի հետևորդներ, ես հոլովակի մեջ ասեցի, որ մի քիչ հետո սուրճ կխմենք, բայց սուրճը փոխվեց թեյի։ Դե թեյ դրեք կամ սուրճ կամ թեյ, ով ինձ ցանկանում է դրեք, որ միասին վայելենք սիրելիներս։ Ես իմ թեյը արդեն պատրաստ է։ Մնում է դուք պատրաստեք, որ միասին ըմպենք։ Ուրեմն այսօր գնացի
ճշմարս դեղերն առավ, ուրեմն ասեմ։ Օրինակ մարդիկ կան, որ հիվանդ են, ճնշում ունեն, այդ րոպեին, որ ճնշումը բարձրանում է, այդ տեղը խմում են, մի երկու օր ճնշումը չի կարգավորվում։ Հենց կկարգավորվի, նորից ճնշման տեղը դնում են մի կողմի վրա։ Ես ուզում եմ իմ հասակակիցներին մի հատ լավ խորհուրդ տալ, որտեղ դրանից մեկն էլ իմ ընկերուհին է։ Եթե դուք արդեն 55, թող ասեմ 60 տարեկանից բարձր եք, մեր ճնշումը բարձրանալու է, մարդ չկա, որ ճնշում չբարձրանա, որտեղ մենք տարիքով մեծանում ենք, ժամանակը գալիս է, որ կամաց մեր օրգանիզմը ինչ-որ մի բան քայքավի, որ գնանք են աշխարհ, դե հիմա ոնց կանենք, որ մի քիչ մեր կյանքը երկարի, ես խորհուրդ կտամ, որ բժշկի նշանակած ճնշման տեղը, իհարկե մեր բժիշկները պետք է ամեն անգամ ասեն, որ չընդհատես, ամեն օր քո ճնշման տեղը խմիր, չեն ասում ցավոք սրտի, դե իմանում են, որ դե կհասկանա, որ ճնշում ունի, պետք է ամեն օր խմի, ես 55 տարեկանից, ճիշտ է ճնշում եմ ունեցել, բայց չեմ օգտագործել, 55 տարեկանից արդեն տեսա, որ ես չեմ կարող կարգավորեմ իմ ճնշումը, ինձ շատ 33 տարեկանից ճնշում եմ ունեցել, բայց ասենք ամեն օր չի բարձրացել, էլի, կարող ամիսը մի անգամ, կարող 2 ամիսը մի անգամ, բայց որ տեսա, որ արդեն չեմ կարողանում չեմ կարողանում դզվեմ, ճիշտ ասած նոր հիշեցի, ես այդ ժամանակ Հունաստանում էի, մի հատ տատիկ էի նայում, նրա տղը դեղատուն ուներ, սեփական դեղատան աշխատող է, ֆարմակապիոս, հա։ Էտա որտեղ ճնշումը շատ բարձրացավ, ասաց լատենամետ ինչ ես խմում, Հայաստանից տարած այս տեսակ, ասենք դե տարբեր միլիգրամների են, էլի 2.5, 10, 5.5, 5, հա, 5 էր վայթել, դե այդքան ասենք թե շատ չէր բարձրանում ճնշումս, ինքը փոխեց, ասաց էդի իրար ասածի նման շպրտի, պետաքս է ուներ, ու ինքը ինձ դեղ տվեց, ասեց այս դեղը կխմես օրը 3 անգամ, կչափես ճնշումդ, եթե կեսորին հետ կխմես, իրիկունն է չափի, եթե ճնշումդ 130 է, ուրեմն իմացիր, որ բարձրանալու է, եթե ընդհանուր քո ճնշումդ 120 է, 120-80, ու բարձրանում է իրիկունը 130 է, ուրեմն քո ճնշումը բարձրանալու է, և ճիշտ էր ասում, անպայման կխմես, ես որ ձեզ ասել մի ամիս այտենց խմել եմ, չէր կարգավորվում, հազիվ կարգավորվեց, կանգնեց 120-80-ի վրա, ես այդ օրվանից, ես իմ ճնշման տեղերը խմում եմ, ամեն օր առավոտ, անկախ նրանից, իմ ճնշումս 120-80 կլինի, թե ինչ կլինի, ես խմում եմ ու շատ լավ եմ զգում ինձ, բայց որ եկա Հայաստան, դեղերս փոխեցի, միջև որ կարգավորեցինք, մի տարի քաշվեց, մեջը կարգավորել եմ, հիմա ես խոլիստերին առել է, ճնշումինը այս երկուսն է իրար հետ, մեկը չի օգնում, էսի մեր աղջիկներից, իմ հետևորդներից, այդ աղիքներում, որ գազեր ակուտակվում, ասում են, չեն իմանում էլի, որ դեղ կա ասում են, եթե գիտես մեզ ասա, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ովքեր ասենք իրանց աղիքներում գազեր ակուտակվում, ամոթ բան չի, մեծանում են բոլորիս մոտ էլ կա, սա եմ առել, ճիշտ եմ ցույց տալիս, չէ թարս եմ ցույց տալիս, հա թարս, սպասի, չէ ճիշտ եմ ցույց տալիս, էսա, կարող եք սենց մի քիչ կանգնեցնել հոլովակս, գրել և վերցնել, սկզբից օրը 2 անգամ էի օգտագործում, կարակ և օրը 2 անգամ, մի ասենք պաչկեն այդպես օրը 2 անգամ, հետո վերցրի, օրը մի անգամ եմ օգտագործում ու շատ լավ ատեց, սա այսպես, ես էլ բան ոտքերի տրումբո, այդ ոտքերի երակները սկսեց ցավալը տակություն տվեց ու ասես մատից չափ ուրավ բարձրացավ,
Սա էլ կա, սա օրը 2 անգամ եմ խմում, 500 միլիգրամն կա եւ 1000 միլիգրամը դրա անունն էլ մի ուրիշ է։ Կարակ այս անունը կարակ տակ, եթե ասենք դուք պրոբլեմ ունեք, կարակ սրա անունը տակ, ռեկլամ չեմ անում ես։ Հա, այսա մի քիչ կինը էժանա, այն էլ բանա, ուղղակի սա օրը 2 անգամ ես խմում, ენი մի հատ ես խմում, այն էլ քիչ թանկ է։ Այս էլ երակների մեջ ունենք ճարպագնդեր, այդ ճարպագնդերը խանգարում է, որ մեր այրունը լավ աշխատի ու տալիս է պրոբլեմ։ Սա եւ այդ այրունն է ջրիկացնում մեր անոթների եւ այդ գնդիկները մաշում է։ 12 ամիս պետք է խմենք, նայեք, դե ով կխմի 12 ամիս, շատ մարդիկ դեղից վախենում են։ Մի անգամ մի բան լսեցի, ուշքից գնացել է էդի ծաղիտ, ասում է, վայ, որ շատ դեղ խմեմ, ստամոքսս կծակի։ Իշտ է ստամոքսը ծակելու։ Հա, էդի տեսել դե այրունը ջրիկացնող եմ խմում։ Էսի սրա վերաբերյալ, դե սիրելի հետևորդներ ջան, մեր թեյը խմենք։ Երացավ պատրաստել էի, մի հատ չաքարը բերեմ։ Սիրելի հետևորդներ ջան, մեր թեյը խմենք, չգիտեմ ինչի թեյ ուզեցի, որ ես խմեմ, իսկ դուք ինձ ցանկանում եք գնե խմեք։ Հիմա կարող է ասեք, եղինջի ապուրը եփելուս ուրիշ բլսկով է էր, հիմա էլ ուրիշ է։ Ուրի փոխեցի, վրիցս, ճիշտ ասած, արդեն կեսօրվա յաներ, մի քիչ շոքեցի, մեր տները տակա, բերի փոխեցի։ Փոխեցի, բայց կիսաթև հակա, ժիլեթել վրիցը, որ թիկունքս տակն է։ Սիրելի հետևորդներ ջան, չմոռանամ հիշեցնեմ, ովքեր առաջին անգամն են դիտում իմ ալիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, կիսվել, չմոռանալ զանգակ կոճակը սիրելիներս։ Ես ձեզ շատ սիրում եմ։ Կհանդիպենք հաջորդ հոլովակին։ Ես իմ թեյը շարունակեմ, դուք ձեր սուրճը շարունակեք կամ թեյը։ Կհանդիպենք հաջորդ հոլովակին, 2 անգամ կրկնեցի, բայց դե ոչինչ։ Այսօր էլ այսպես անցավ։